Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք աշխատանքային շաբաթը, եթերում է IBC լուրերն է։ Ես Գառնու Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի կունենա 2026-ի խորհրդարանի ընտրությունից հետո։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ելույթի ժամանակ։ Նրա խոսքով այդ ընթացքում բոլոր ուժերը խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում կներկայացնեն սահմանադրության օրակարգի վերաբերյալ իրենց ասելիքն ու մոտեցումները։ Իսկ արդեն ընտրության արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություն։ Այս ու այլ հարցերի եւս Փաշինյանը պատասխանել է։ Առանձնացրել ենք նրա ելույթի առանցքային կետերը։ Լսենք եւ շարունակենք։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, հանրային համերաշխություն կարող է ձևավորվել այն պարագայում, երբ պետության երկարաժամկետ տեսլականի շուրջ կա ընդհանրական պատկերացում, իսկ բանավեճը տեղի է ունենում այդ ռազմավարության իրականացման ճանապարհների ու մեթոդների կամ այդ մեթոդների առավել արդյունավետ կիրառման մասին, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմատայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Բաքվում էլ մեր երկրի քաղաքասարակության ներկայացուցիչները աշխատանքային եռուզեռի մեջ էին։ Խաղաղության կամուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նոր նախագիծն է։ Հրապարակել են կողմերի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններն ու որոշումները։ Ներկայացուցիչները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության գործընթացի հարցերի վերաբերյալ, քննարկել Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների դերը երկխոսության վերականգնման եւ այդ դերի իրականացման գործում։ Հիշեցնեմ, որ 5 անդամից բաղկացած հայկական պատվիրակությունը Բաքվում էր։ Այս այցը պատասխան քայլ էր ուղիղ 1 ամիս առաջ Երևան ժամանած ադրբեջանական պատվիրակության այցին։ Իսկ ինչ ենթատեքստ են տեսնում այս գործընթացում ադրբեջանագետները, լսենք։ Դա իհարկե կրում ավելի շատ քարոզչական բնույթ, որովհետև արդյունավետությունը զրոյական է, հնարավոր չի փորձել մերձեցնել կամ հաշտեցնել քաղաքասարակությունը ունենալով պետական մակարդակի վրա տարածվող, սերմանվող եւ հնչեցվող հայատյաց հայտարարություններ։ Սա անցյալում տեղի ունեցող փորձներ ժամանակին Շվիդկոյի հովանավորության տակ ադրբեջանական ասած ինտելիգենցիա անկախ հասարակությունը գալիս էր Հայաստան, հայկական կողմը գնում էր Ադրբեջան, բայց իհարկե զրոյական էֆեկտով, որտեղ ադրբեջանցիները գալիս են այստեղ ուտում խմում, հավես ժամանակ էին անցկացնում, հետո գնում էին Բաքու ու ինչ հայհոյանք եւ վիրավորանք չէին հնչեցնում հայկական կողմի վերաբերյալ, վստահ եմ, որ հիմա նույն պատմությունն է եւ հետեւաբար սա առաջի հերթին փորձ է ցույց տալ արտաքին աշխարհին եւ արտաքին մասնակիցներին, հա, հիմնականում Եվրոպա, Ամերիկա, որ մենք առանց ձեզ էլ առանց Մինսկի խումբի էլ կարող ենք մեր միջի տարաձայնությունները լուծել։ Ես կարող եմ հիշեցնել, երբ որ կամ բոքսի առաջնություններ, մի հատ կնայեք չեմ հիշում, կամ էլ բարբայի համաշխարհային չեմպիոնատներ Բաքվում տեղ ունենան, երբ որ հայկական խումբը դուրս եկավ, սկսեցին շշեր ու քարեր նետել մարզիկների վրա հենց բեմ։ Նման բաներ ա եղել, շատ դեպքեր ա եղել, այսինքն կարելի է անվերջ անսպար թվարկել հատ բոլոր
դեպքերը ինչ Հայ-ադրբեջանական խաղաղության մասին խոսել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, եւ սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտային միջանցքի գործառույթին։ Սա կարևոր է փոխադրողների համար ավելի լավ պայմաններ ապահովելու առումով եւ մրցակցությունը դրա համար ավելի բարենպաստ հիմք է ստեղծում։ Մյուս կողմից դա տարածաշրջանի կայունության ցուցանիշ է։ Կայունությունը կբարելավի միջանցքի շուրջ ենթակառուցվածքները եւ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ներդրումները, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Ներքաղաքական լրահոսից Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մատուցել են Սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին աղոթել են Աբիքայել arczepiskopos Աջապահյանի, Բագրատ arczepiskopos Գալստանյանի, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Գարեգին Քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր քաղբանտարկյալների, Բաքվի բանտերում պահվող հայրենիների համար։ Պատարագիչն Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Շնորհք Աբեղա Պալոյանն էր։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագին։ Փաշինյանին դիմավորել է Ամասիացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, իսկ պատարագի ժամանակ զեղչել վեհափառ հայրապետին վերաբերող հատվածը։ Տեղի ունեցածին անդրադարձել է Ամասիացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը։ Ամենազազրելի արարքը կամ արարքները դրանք վախկոտությունն են եւ դավաճանությունը, շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում եւ ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ, գրել է Տեր Զարեհը։ Իսկ ինչու հեծին զրկեցին լիցենզիայից։ Թեմային անդրադարձել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ըստ նրա կրկնվելու է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի սցենարը։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ճնշման տակ լինելով վերցրեց հեծի լիցենզիան եւ դրանից հետո ես մի պոստում հայտարարություն արեցի, ասացի, որ հեծը այս մարդկանց պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես ՔՊ-ն ֆինանսավորող եւս մի կառույց եւ որպեսզի իրենք կարողանան ընտրությունների ժամանակ օգտագործեն որպես գործիք։ Իրենց չի հետաքրքրում ոչ տնտեսական վիճակը, ոչ տնտեսական համբավը, ոչ միջազգային արբիտրաժը։ Դրանից հետո երբեմն իմ անգամ բոթասների մասին ոստերանող ԿՊԱ-կանները մի անգամ երբ գնացել էի Վեարան, բոթասից անգամ գույնի մասին էին ոստարել, ոչ մի ծպտուն չանեցին իմ այս հայտարարությունից հետո։ Իսկ գիտեք քիչ անեցին։ Գիտեք։ Այլ թեմաների մասին։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանը։ Ըստ Արմրուրի տեղեկության նա Արցախից էր եւ վերջին շրջանում սպասում էր, որ առողջական խնդիրների պատճառով պետք է ազատ արձակեն նրան։ Այս տարվա ընթացքում արդեն 21-րդ մահն է գրանցվում բանտում։ Նոյեմբերի 16-ին գողություն է եղել Երևանում։ Երևանի 47-ամյա բնակիչը մեկ ամիս առաջ համացանցի միջոցով կապ է հաստատել Ալա եւ Սամվել Ղազարյան անունով անձանց հետ եւ աշխատանքի ընդունելու նպատակով հրավիրել նրանց հարցազրույցի։ Տեղեկացրել, որ մեկ ամիս պետք է փորձաշրջան անցնեն, նրանց տրամադրելով խանութի մուտքի եւ շքամուտքի բանալիները։ Գագիկ Շամշյանը գրում է, որ ըստ քաղաքացու նոյեմբերի 15-ին ժամը 22-ի սահմանում, երբ այցելել է գրասենյակ, տեսել է, որ գողացել են 2 հատ նոթբուք, մեկ
1 հատ սովորական համակարգիչ իր մոնիտորով, 1 հատ լազերային տպից, 4 հատ տպիչի քարթրիջ, իրեն պատկանող 2 ՍՊԸ-ների կնիքը, փաստաթղթերն իր պայուսակով, արժեքավոր իրեր եւ 4 միլիոն 850 հազար դրամ։ Ընդհանուր վնասը կազմում է մոտ 6 միլիոն դրամ։ Միջազգային լրահոսից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կիրակի Ուկրաինայի վերաբերյալ Ժնևում տեղի ունեցած բանակցությունն անվանել է հակամարտության կարգավորման գործընթացի մինչև օրս տեղի ունեցածներից լավագույնը։ Ռուբիոն հավելել է, որ բանակցողները դեռ անելիք ունեն եւ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերը հիմա աշխատում են դրա վրա։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին, նշելով, որ առայժմ չի քննարկի դրա մանրամասները, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է մնում բանակցությունների համար եւ հավատարիմ է մնում Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել է, որ հակառակորդները մահափորձ կամ հարձակում են պլանավորում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ, վիճակն անկայունացնելու նպատակով։ Իսկ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ ներում է շնորհել 49 անձի։ Կավելաշվիլիի վարչակազմի տվյալով նախագահը ներում է շնորհել 14 անձի, որոնց պատիժը կապ չունի ազատազրկման հետ, եւ 30 անձի, որոնք ազատազրկված են։ Վրաստանի նախագահը սահմանադրությամբ իրեն ընձեռված բացառիկ լիազորությունները կիրառել է հիմնվելով հումանիզմի սկզբունքի եւ պետական շահերի վրա, ասված է հայտարարության մեջ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։